Թեթև հաշվեցի առավոտից այս ամբիոնում 32 անգամ հնչեց քաղաքական շահարկում բառակապակցությունը։ Բոլոր այն դեպքերում, երբ խորհրդարանական մեծամասնությունը չի կարողանում քաղաքական հարթակում հստակ մոտիվացիաներով բանավիճել, բերում է նույն ձևակերպումը քաղաքական շահարկում։ Ինչն է շահարկում, պարոն Այվազյան, երբ որ ասում ենք ինչու Նայիրիտի մոտ 2500 աշխատողները իրենց ամեն ամսվա 100-150 աշխատավարձ ստանալու համար ամեն հատից պիտի շքերթ կազմակերպեն նախագահական կառավարություն, իսկ վարչապետի փոխտնօրեն եղբայրը պիտի 42 միլիոն վերջնահաշիվ ստանա, իդեպ, որը չի երգել Նայիրիտի մամուլի ծառայությունը ասելով, այո, ստացել է, բայց կներեք 42 միլիոն դրամ չի եղել, մի քիչ պակաս է եղել, լավ, թող շատ ավելի պակաս լինի, 20 միլիոն դրամ լինի, իսկ 2500 աշխատողներ ամեն օր կռիվ են տալիս ամսական 100-150 հազար դրամ ստանալու համար, դա է քաղաքական շահարկում, որ ասում ենք ինչպես է լինում, որ վարչապետի մյուս եղբայրը ողջ գույքը Նայիրիտի արտահանել է Չինաստան, եւ հիմա Նայիրիտը որպես ջարդոն, մետաղի ջարդոն պիտի վաճառվի, դա է քաղաքական շահարկում, ինչ ենք ասում։ Ասում ենք եկեք ստեղծենք ժամանակավոր հանձնաժողով բոլոր հարցերի պատասխանները ստանալու, թույլ տվեք ավարտեմ, դուք խոսել եք, ես դեռ չեմ խանգարել, ուրեմն ստեղծենք հանձնաժողով բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար, ինչն է քաղաքական շահարկում, սա է խնդիրը, եթե չկա ցանկություն գնալու հանձնաժողով ստեղծելու եւ տարբեր մանիպուլյացիաներով փորձ է արվում տապալել հանձնաժողով ստեղծելու խնդիրը, սա է միակ եւ իրական քաղաքական շահարկումը, որովհետեւ կա մեկ նպատակ, մեկ խնդիր՝ պարտակել տեղի ունեցած հանցագործությունը։ Արմեն Մովսիսյան